Տիկին նախարար, ես արդեն որպես դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պիտի խնդրեմ անդրադառնաք վերջին շրջանում եկեղեցու շուրջ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին թիրախավորելու դեպքերին եւ նրա գրառումներին, դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կիսում եք նման մոտեցումը։ Ես նայած հարցը կարծում եմ ճիշտ չի ձևակերպված, որևէ մեկը, այդ թվում նաև վարչապետը, երբևէ եկեղեցուն ոչ թիրախավորել է, ոչ էլ եկեղեցու հասցեին որևէ դիրքորոշում կամ բան է հմչեցրել։ Վարչապետը կոնկրետ հարցեր է ուղղել կոնկրետ մարդու եւ ակնկալում ենք նաև հանրությունը, ես էլ հանդիսանալով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պատասխան վեհափառից արդյոք հնչեցված հարցադրումներին ունենք դիրքորոշում, այո, ոչ եւ այլն։ Դեռ չենք լսել որևէ բան։ Ինչ է փոխելու ձեր կյանքում այդ այո կամ ոչի պատասխանը եւ ինչու հիմա։ Գիտեք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ փարիսեցիությունը լավ բան չէ եւ մենք առավել բարձր ուրեմն ստանդարտներ ունենք դիտելու մեր հոգևոր առաջնորդին եւ եթե կա ամենակարևոր հիմնարար կանոններից մեկի խախտման բարձրաձայնում, ապա դրան պիտի լինի նաև կոնկրետ դիրքորոշում։ Եվ դրանից հետո, երբ որ կհնչի դիրքորոշումը պատասխանը, մենք էլ ես այդ թվում որպես հանրություն կձևակերպեմ իմ մոտեցումը, բայց հիմա օդում կախված հարց կա, որին անհրաժեշտ է պատասխանել։ Եվ մենք բոլորս իրավունք ունենք անկեղծ հասկանալու այդ հարցի պատասխանը եւ հետո ամեն մեկը ինքը իր դիրքորոշումը կունենա, կձևավորի, ընդունում է, չի ընդունում, ինչպես է վերաբերում, բայց չեմ կարծում, որ այսպես մի կողմից հանրահայտ որպես տեղեկատվություն, բայց մյուս կողմից էլ օդում կախված հարց կարող է երկար մնալ։ Եթե պարզվի, որ այն տեղեկատվությունը, որը տարածում է իրականությանը չի համապատասխանում, ներողություն կխնդրեք վեհափառ հայրապետից։ Ես Քանի որ դուք եք կիսում Նիկոլ Փաշինյանի մոտեցումները եւ ասում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, դուք եւ հանրությունը պարտավոր են իմանալ այդ հարցի պատասխանը, քանի որ ենթադրաբար կուսակրոնության ուխտն է խախտում։ Բայց ինչ դիրքորոշում, ինչի համար ներողություն։ Ես կարծում եմ, որ հարց է հնչել եւ հարցին այո, եթե լինի բացասական պատասխան, եթե հակառակը չապացուցվի, այո, բոլորս էլ պիտի ասենք, որ այո, եթե սխալ է եղել, ներկայացվել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։